Մեզ բուսու ջերմություն է տալիս, իսկ ինչ է ջերմությունը, ինչ է ջերմաստիճանը։ Մեր ուսուցիչն ասում է, որ մենք փոքրիկ գիտնականներ ենք, որպես փոքրիկ գիտնականներ, ինձ Սուսաննայից, ինձ Թամարայից, ինձ Լալայից, ինձ Միլենայից և ինձ Էդվարդից հետաքրքրեցին այս հարցերը, ու մենք որոշեցինք սկսել հետազոտական աշխատանք, որի արդյունքով էլ այսօր կկիսվենք ձեզ հետ։ Մեր նախագծային աշխատանքի նպատակն է պարզել, թե ինչպես, ինչի և ով է ստեղծել այս սարքը, որը թույլ կտա որոշել, թե ինչքան է մարմինը տաք կամ սառը, ինչ հետագա զարգացումներ է ապրել, ինչպես այժմ կիրառվում տարբեր ոլորտներում, ինչ դեր ունի մեր առօրյա կյանքում։ Այժմ քայլ առ քայլ կասնենք բացահայտումների այս ճանապարհը։ Ինչ է տաքը կամ սառը։ Բոլորս էլ գիտեք, որ մասնիկները բաղկացած են փոքրիկ մարմիններից, որոնք ազոտները, մոլեկուլները, որոնք անտար շարժման, ֆիզիկայի լեզվով ասած, ջերմային շարժման մեջ են։ Տաքը և սառը պարզապես ցույց են տալիս, թե որքան արագ են շարժվում այդ մասնիկները, և որքան արագ են շարժվում այդ մասնիկներն ասում են, որքան տաք է մարմինը։ Այս շարժման արագության միջի չափն էլ հենց անվանում են ջերմաստիճան։ Ջերմաստիճանի դերը դրա իմացությունը շատ կարևոր է ինչպես մեր առողջության, այդպես է բնության լինելիության գործում։ Իսկ ինչպես համեմատել մեր մարմինների ջերմաստիճանները։ Հաճախ մանիքները ձեռքի ափով կամ շուրթերի հպումով են որոշում մեր մարմնի ջերմաստիճանը։ Արեք կատարեն ուժ գործը որպես շարժիչ ուժ։ Ուսումնասիրելով գազերի հատկությունը տարբեր ջերմաստիճաններով և գծելով նաև մաթեմատիկական որոշ տարրեր, Կելվինին հաջողվում է ստեղծել մինչերս անգերազանցելի այդ սանդղակը։ Հա նրա հանրահայտ խոսքերը սանդղակը դե ցանկանում է գիտության մեջ ճշգրտություն, ապա սանդղակը պետք է սկսվի այնտեղից, որտեղից որ կանգ է առնում։ Պետք է սանդղակի բաժանման արժեքը 1 կելվին է, ինչպես Ցելսիուսի սանդղակի, բայց լորդ Կելվինը գերազանցեց Ֆարենհայթին, ով հնարավորինս խուսափում էր բացասական ջերմաստիճաններ կիրառելուց։ Նա գտավ, որ գոյություն ունի մի սահման, որից այն կողմ ջերմաստիճանը չի կարող նվազել, այլ կերպ նա բանեց բացարձակ 0։ Այն համընկնում է Ցելսիուսի սանդղակի -2.73 աստիճան Ցելսիուսին։ Սա հնարավոր ամենասառը կետն է։ Մեզ հետաքրքրեց նաև այն, թե կան աճողնման ջերմաստիճաններ ու մեծախ մարմիններ։ Ձեզ ենք ներկայացնում նաև այս ուսումնասիրությունների արդյունքները։ Ճալմերսի տեխնոլոգիական համալսարանի և Ալմա աստղադիտարանի 2021 թվականին բացահայտել են, որ բումերանգ միգամածությունում ջերմաստիճանը շատ մոտ է բացարձակ 0-ին։ Այն հավասար է -272 աստիճան Ցելսիուս կամ -458 աստիճան Ֆարենհայթ։ Ահա այդ գեղեցկուհին։ Բումերանգ միգամածությունը գտնվում է մոտ 5000 լուսատարի հեռավորության վրա, կենտակրոս համաստեղությունում։ 2003 թվականին Մասաչուսեթսի համալսարանը NASA-ի հետ միասին ստեղծեց սառը ատոմների լաբորատորիան, որտեղ կարողացան նյութի աստիճանը հավասարեցնել բացարձակ 0-ի, 10-10 Կելվինի։ Նրանք կարողացան նաև ստանալ ամենաբարձր ջերմաստիճանը, այն մոտավորապես 5.5 տրիլիոն Կելվին էր։ Եվ չնայած սանդղակի կատարելությանը, այն իր տեղը մինչև օրս մեջի իրավունքով զիջում է Ֆարենհայթի և Ցելսիուսի սանդղակներին, մնալով կիրառելի հիմնականում գիտության ոլորտում։ Եզրակացություն. Ջերմաստիճանային սանդղակների ստեղծումը մեծ քայլ էր գիտության պատմության մեջ։ Ջերմաստիճանի չափումն առանցքային դեր ունի մեր առօրյայում։ Կլիմայի փոփոխության, տեխնոլոգիական առաջընթացի պայմաններում ավելի ու ավելի է կարևորվում ջերմաչափման ճշգրտությունը։ Դրանց հիմքում ընկած են ջերմաստիճանային սանդղակները, որոնք ստեղծվել են դարեր առաջ։ Նաև ջերմաստիճանային սանդղակները ստեղծվել են դարեր առաջ, այսօր մեծ հաջողությամբ օգտագործվում են նորարար տեխնոլոգիաներում։ Ինֆրակարմիր ջերմաչափեր, խելացի սենսորային ջերմաչափեր, առողջապահական սարքեր և արհեստական բանականությամբ հսկվող համակարգեր։ Ուսումնասիրելով այս թեման մենք տեսանք, թե
թե ինչպես գիտնականների աշխատասիրությունը կարող է փոխել ողջ մարդկության կյանքը։ Իսկ միգուցե ձեզ մոտ հարց մնա, թե ինչու չեն միավորվում բոլոր սանդղակները։ Իհարկե, տեսականորեն հնարավոր է բոլոր սանդղակները միավորել, բայց ելնելով պատմական եւ մշակութային արժեքներից, քանի որ տարբեր երկրներում արմատավորվել են տարբեր համակարգեր, մնում են կիրառելի երեքներ։ Ամենաճշգրիտը Կելվինն է, իսկ մյուսները պարզապես հարմարեցված տարբերակներ են առօրյա օգտագործման համար։